Դանիան եւ Իրանը կարող են դառնալ ԱՄՆ-ի հաջորդ թիրախները Վենեսուելայից հետո, նման կարծիք է հայտնել բրիտանական Guardian թերթը։ Ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է այս երկու երկրների դեմ արմատական գործողությունների պատրաստակամության մասին, ուստի Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի վրա հարձակումը նրանց մոտ անհապաղ տագնապ կառաջացնի։ Վերջին օրերին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի իրանցի հակակառավարական ցուցարարներին, մինչդեռ նրա ներկայացուցիչները շարունակում են սպառնալ Գրենլանդիան ցանկացած միջոցով զավթելու մասին, նշվում է նյութում։ Հաղորդվում է, որ ամերիկացի առաջնորդի գործողությունները արագացնում են անցումը այնպիսի աշխարհի, որտեղ ազդեցության ոլորտները մրցակցում են եւ պայքարի արդյունքը կախված է ռազմական ուժից եւ այն օգտագործելու պատրաստակամությունից։ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից ձերբակալված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Նյու Յորքում գտնվող Ստյուարտ ազգային գվարդիայի բազա։ Մադուրոին տեղափոխել են ձեռնաշղթաներով, իսկ գլխին եղել է պարկ։ Նրան շենք են ուղեկցել ավելի քան 20 մարդ, որոնցից շատերը կրում են DEI թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն եւ HSI ներքին անվտանգության ծառայություն գրություններով բաճկոններ։ Հայտնի է, որ Մադուրոն կտեղափոխվի աստղային բանտ, որտեղ պահվում է ամերիկացի рэփեր P. Diddy-ն, իսկ նախկինում բանտարկված է եղել մանկապիղծ միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը։ Մադուրոին մեղադրանք կառաջադրվի երկուշաբթի, հունվարի 5-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականին տված հեռախոսային հարցազրույցում ոչ այնքան քողարկված սպառնալիք է հնչեցրել Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի հասցեին, հայտարարելով, որ եթե նա ճիշտ չվարվի, ապա բարձր գին կվճարի, թերևս ավելի բարձր, քան Մադուրոն։ Նա նկատի է ունեցել Նիկոլաս Մադուրոին, որն այժմ գտնվում է Նյու Յորքի բանտախցում։ ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ Վենեսուելան հնարավոր է վերջին երկիրը չէ, որը կենթարկվի ամերիկյան միջամտության։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստանձնելու է գլխավոր վարչական դերը Վենեսուելայի կառավարման գործում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Նշվում է, որ Թրամփի թիմը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերը եւ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի հետ համատեղ այս պահին մշակում է Վենեսուելայի կառավարման կառուցվածքը։ Վենեսուելայի գերագույն դատարանը նախորդին երկրի նախկին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է ժամանակավոր նախագահ։ Նշվում է, որ նոր նշանակումը անհրաժեշտ է կառավարման համակարգերի աշխատանքների վարչական շարունակությունն ապահովելու եւ ազգային պաշտպանությունը պահպանելու համար։ Հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ԱՄՆ բանակը հարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին։ Երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը Սիլիա Ֆլորեսը դուրս են բերվել երկրից եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ում Մադուրոն եւ նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի հարավային շրջանում։ Մադուրոն մասնավորապես մեղադրվում է թմրանյութային ահաբեկչության եւ կոկաինի ներմուծման նպատակով դավադրության, գնդացիրներ եւ պայթուցիկ սարքեր պահելու համար։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կարծում է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը մանկապիղծների կլանի մաս է կազմում։ Մանկապիղծների կլանը ցանկանում է ոչնչացնել մեր ժողովրդավարությունը։ Էփշտեյնի ցուցակի հրապարակումը կանխելու համար նրանք ռազմական նավեր են ուղարկում ձկնորսներին սպանելու եւ սպառնում է ներխուժել մեր հարևան Վենեսուելա նրա նավթի համար, ասել է Կոլումբիայի առաջնորդը։ Ավելի վաղ Թրամփը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին առևանգումից հետո Պետրոյին խորհուրդ էր տվել ավելի զգույշ լինել։